Երբ 1947 թվականին տպագրվեց նրա բանաստեղծությունների ժողովածուն, որ ինքը կոչել էր «Հատնտիր», ու ողջ տպաքանակը անմիջապես ոչնչացվեց արդեն հաջորդ տարվա ապրիլին, նա խոստովանեց, որ գտնվում է կիսամեռ վիճակում։ Երկրի մեծագույն գրողը իրեն զգում էր լուսանցքում, նա չէր ապրում, նա դանդաղ գնում էր դեպի մահ։ Այս հոգեկան ճնշող մթնոլորտում է գրվել մարդկային անմահության մասին պատմող մի լուսավոր գիրք «Դոկտոր Ժիվագոն»։ Հեղինակը Բորիս Պաստեռնակն էր, մայիսի 30-ը իր հիշատակի օրն է։ Ես անչափ սիրում եմ Պաստեռնակի արձակը, որովհետև դա բանաստեղծական արձակ է, նաև հոգեբանական արձակ, որը նվիրված է մեկ գլխավոր խնդրի՝ մտավորականության ողբերգությունը հեղափոխական դարաշրջաններում։ Դոկտոր Ժիվագոն, որ իսկական ու ազնիվ մտավորական է, բժիշկ, կործանվում է նրա սերը, կործանում է կյանքը, նա կործանում է սիրած աղջկան, նա կործանում է ամեն բան կյանքում, որովհետև դաժան ժամանակները կայուն չէին թողել ոչինչ, մարդը հեռվից մարդ տեսնելիս գայլ էր կարծում, բոլորը ատում էին իրար, ու այս ատելության մեջ ծնվում էր իբր թե մի նոր թագավորություն, բայց ամբողջ հարցն այն է, որ բոլոր վերջինները դարձան առաջիններ, բոլոր արժանի մարդիկ ոչնչացվեցին, ձերբակալվեցին, հեռացվեցին, վարկաբեկվեցին, եւ ասպարեզը տրվեց ոչնչություններին։ Նրանք գոռում էին, ճչում էին, նրանք իրադրության տերը դարձան, եւ այս պայմաններում էր, որ Բորիս Պաստեռնակը հանկարծ զգաց, որ ինքը այլևս չի կարող բառ անգամ արտաբերել։ Վեպը սկսելով Դոկտոր Ժիվագոն 40-ական թվականների կեսերին ճիշտ 1 տասնամյակ անց ավարտեց Բորիս Պաստեռնակը, սակայն տպագրության հնարավորություն բարձր չկար։ Վեպի մասին տեղյակ էին, վեպին ծանոթացել էին, վեպը ներկայացրել էր տպագրության, մերժումը արդեն ստացել էր, բայց ոչ միտեղ, ոչ մի հատված դոկտոր Ժիվագոյից տպված չէր։ 1956 թվականին Իտալիայի կոմկուսի գործիչներից մեկը ինչ որ առիթով այցելեց Բորիս Պաստեռնակին եւ այդ այցելության ժամանակ էլ տեսավ վեպի մեքենագիր օրինակներից մեկը, որը ընթերցելու համար պարզապես վերցրեց իր հետ։ Վեպը այսպես հայտնվեց Իտալիայում, արտասահմանում, դա իսկական սկանդալ էր։ Եվ այնտեղ էլ լույս տեսավ, այնտեղ էլ տպագրվեց Պաստեռնակին հեռացին գրողների միությունից եւ ինքը ընկավ ել ավելի ծանր վիճակի մեջ, քան մինչև այդ էր։ 1957 թվականին Դոկտոր Ժիվագոն լույս տեսավ իտալերեն, 1958-ին հայրենիքում վերջ տպագրված այս վեպի համար Պաստեռնակը արժանացավ Նոբելյան մրցանակի։ Վեպի արտասահմանյան հրատարակությունները հաջորդեցին միմյանց, մինչև երկար չարչարանչից հետո եւ շատ ուշ այն լույս տեսավ հայրենիքում 1988 թվականին։ Գրողի ճակատագիր, գրողի կյանք։